Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես երկու կարճ պարզաբանման համար եմ մոտեցել ամբիոնին, ուրեմն առաջինը թոշակների անկանխիկի հետ կապված, վերջի շրջանում որոշ մարդկանց կողմից սխալ ինֆորմացիա է տարածվում, որ անկանխիկը վերաբերվելու է ոչ միայն թոշակ ստանալուն, այլև ծախսելուն, այսինքն այնպիսի տպավորություն են ուզում ստեղծել, որ մարդը կանխիկով չի կարողանալու առևտուր անել, ուզում ասել նման բան չկա ու չէր կարող լինել։ Այդ անկանխիկի շեմը մինչև 300,000 դրամ բոլոր դեպքերի վրա տարածվում է։ Եվ երկրորդ խնդիրը, որի մասին թե մեր ընդդիմադիր գործընկերները խոսեցին, թե Տիկին Բաթոյանը նշեց, որ մարդիկ ըստ էության խնդիր ունեն բան գնալու եւ այդ քարտերը ստանալու, ես ինքս այդ հարցով դեռ մինչև այս օրենքի նախագիծը ներկայացնելը ու այս փոփոխությունները խոսել եմ բանկերի միության հետ եւ այս պահին կարող եմ ասել, որ առնվազն 2-3 բանկեր Հայաստանի Հանրապետությունում լայն ցանց ունեցող մասնաճյուղային պատրաստ են իրենց միջոցներով այդ գործը կատարել։ Անունները չեմ տալիս, որպեսզի դա գովազ չընկալվի, բայց որ ասում եք լուծումը չեք գտել, բերում եք օրենքի նախագիծ եք ընդունում, նման բան չկա։ Այդ խնդրի մասին բնականաբար մինչև այս փոփոխությունը բոլորը մտածել են, այդ իմ ասած տարբերակը հաստատ կա, եթե կլինեն հարակից այլ տարբերակներ, բնականաբար դրանք էլ կգործարկվեն, այսինքն այս իմաստով այնպիսի հարց չի լինելու, որ թոշակառուն ցանկանա քարտ ստանալ եւ շարժունակության կամ այլ խնդիրների պատճառով ինքը չկարողանա դա անել։ Այդ քարտը կբերեն, փաստաթղթերը կբերեն իր տուն, ինքը կստորագրի քարտն էլ կամ կուղարկեն կամ արձառեն կփոխանցեն իրեն։ Շնորհակալություն։